Այս տարվա աշնան օրերը Նինոցմինդայում առանձնահատուկ բարենպաստ եղանակով սկսվեցին։ Գյուղացիները վայելում են բերքահավաքի վերջին օրերը։ Տեղացի բնակիչներն օգտագործում են այս օրերը գյուղատնտեսական աշխատանքներն ավարտելու համար։ Այս եղանակ երկար ճիշտ է, այնքան ձեռնդու չէր, բայց բերքահավաքին շատ կողքն է, բայց լարիվ բերքը չէր, իրեն ուժը չէր առել բերքը։ Բոլորն էլ սեղմ մնացին, ցորենն է, գարին է, քարտոլն է, միրգն է, բոլորն է քիչ-քիչ, որովհետև անձրև չեղավ լացվիչ, անձրևն է, հիմքը անձրևն է, բերքին հիմքը անձրևն է։ Այս տարի էսպես էր, բայց միջակ էր, ես միջակ կաշեմ, նա լավ էր, նա վատ, միջակ տարի էր, անձրևալի շատ լավ էր, բոլորին համար լավ էր, մարդկության համար է, եղանակին համար է, առողջության համար է, հիվանդությունները տարածվելու համար, այս ժամանակները հիվանդությունները շատ կան, որտեղ օդը չի բանին է փոխվում, մնակը նույնն է, մնունն է, անձրևորն է, անձրևկանը ինչ որ կա միկրոբ բան, տառնի ջերին է, տանի կործն է։ Լավ էր, ծառներուն համար, այդ բազմամյանուն համար շատ լավ էր, միամյաններուն ցորենին, գարուն, բանուն այդքան բան չէր, խոդին այդքան չէր դա, խոդին այդքան ծիր չտավեց։ Անասունները կերտային համարյա կիսափոր քուքային, որտեղ անձրև չերին է, խոդը չէր ելևիր, ինչ որ հնեն գերուն տաղիչկանով կա, վերքուքա խոնավությունը, կաջեր այդքանին կստանային, երուշ բան չեն, մարդը յոլա բդիրտ է ամեն ինչում, ինչ ես կյանքում պատահի է, ինչպես ես տարի պատահի է, պարտադե չո միշտ անգամ վատ տարյալի, պարտադե չո միշտ անգամ լավ տարյալի, ինչ տարիս ես կլի, բայց մարդը հարմարվի, բոլոր պայմաններում պետք է հարմարվի։ Եվ այսպես, եղանակը կարող է լինել տաշնակից ու թշնամի միաժամանակ։ Գյուղացին սպասում է արեգակին, բայց միշտ էլ վախենում է ամպերից։